Շարունակենք սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հրաշալի առաջարկ ունենք հոկտեմբերի 26-ից 30-ը ընկած ժամանակահատվածում փորձեք ձեր երեկոները շատ չզբաղեցնել, որովհետև այն կարող եք հագեցնել երաժշտական հրավառությամբ ու համաշխարհային նշանակություն ունեցող արտիստների մասնակցությունը վայելել այստեղ քաղաքամայր Երևանում։ Հոկտեմբերի 26-ից 30-ը կկայանա ֆլեյտայի երևանյան երկրորդ միջազգային փառատոնը, մոտ 100 վարպետաց դասեր, դասախոսություններ, ստեղծագործական հանդիպումներ եւ 3 հիանալի համերգային երեկոներ։ Ամեն ինչի մասին մանրամասն կիմանանք հենց հիմա, որովհետև մեր տաղավարումը ֆլեյտայի Երևանյան միջազգային փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Վարդան Վիրաբյանը, ողջույն։ Ողջույն։ Բարի առավոտ։ Ինչպե՞ս եք, պարոն Վիրաբյան։ Լավ եմ։ Ուրախ ենք, որ նման մասշտաբային մեծ նախաձեռնության կողքին կանգնած եք եւ դարձնում եք այն իրականություն։ Երևի թե սկսենք ամփոփելով առաջին նախորդ տարին ինչ է կատարվել։ Այո, մենք անցած տարի որոշեցինք մեր համերգային նախագծերը, մեր վարպետաց դասերի ցիկլերը, միացնել իրար եւ ստեղծել ինչու՞ չէ Հայաստանում առաջին անգամ ֆլեյտայի փառատոն, միջազգային ֆլեյտայի փառատոն, որը կարող եմ ասել մեծ հաջողությամբ իրականություն դարձավ անցած տարի, ունեցանք մոտ 5 երկրներից եւ երաժիշտներ, եւ հյուրեր, եւ ֆլեյտահարներ, Եվ եւս 3 հիանալի համերգներով մենք անցած տարի եզրափակեցինք ունենալով մոտ 88 վարպետաց դասեր, դասախոսություններ եւ այս ամեն ինչի արդյունքը ունենալով առաջի տարում, մեկնարկի արդեն ժամանակ մենք ավելի վստահ որոշեցինք, որ անպայման պետք է շարունակել այս գեղեցիկ նախաձեռնությունը, որը եւ մեծ կրթական իր մեջ ուժ է պարունակում, ներուժ է պարունակում եւ ճանաչելիություն, որովհետեւ հիմա փաստորեն մենք կարելի ասել դառնում ենք ինչ որ կամուրջ Հայաստանի եւ ամբողջ աշխարհի ֆլեյտայի մասնագետների համար դառնում ենք հարթակ, եւս մեկ հարթակ, աշխարհի եւս մեկ հարթակ որտեղ աշխարհի մեծ համբավ ունեցող ֆլեյտահարները եւ ինչու՞ չէ ուսանողություն ամբողջ աշխարհից կարող է գալ Հայաստան, վայելելով եւ մեր Հայաստանը, եւ մեր Երևանը, եւ ստանալ վարպետաց դասեր, դասախոսություններ եւ ունկնդրել այդ համաշխարհային համբավ վայելող երաժիշտների կատարումները։ Իսկապես սա հիանալի հնարավորություն է, բայց ոչ միայն մասնագետների, ուսանողների եւ արդեն պրոֆեսիոնալ ֆլեյտահարների համար, այլ նաեւ բոլորիս, որովհետեւ ինչպես նշեց Հայկը, վերջին 3 այդ հրավառությունը մշակութային համերգները, դեռ նրանց մասին կխոսենք, բայց ընդհանրապես մի քանի օր է փառատոնը տեղի ունենալու 100 եւ վստահ ենք հետագայում էլ նշաձողը էլի կբարձրանա վարպետաց դասեր։ Ինչպես են այս վարպետաց դասերը համակարգվելու, որտեղ են անցկացվելու եւ ում համար։ Ուրեմն նշեմ, որ մենք միասին Առնո Բաբաջանյան համերգասրահի հետ միասին, որը հանդիսանում է մեր համակազմակերպիչը, կազմակերպելու ենք հիմնականում այնտեղ մեր բոլոր վարպետաց դասերը եւ կուզենայի բացել նաև փակագծերը եւ գաղտնիք ասել, որ 26-ից չենք սկսում, մենք արդեն նույնիսկ 24-ից այնքան շատ են վարպետաց դասերը, որ պետք է սկսենք 24-ից եւ այդ իսկ պատճառով նաև մեզ միացավ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը, որտեղ եւս կընթանան վարպետաց դասեր 24-ից սկսած, հոկտեմբերի 24-ից սկսած Եվ արդեն ամսի 26-ից մենք տեղափոխվենք Բաբաջանյան համերգասրահ, որտեղ բոլոր Բաբաջանյան համերգասրահի բոլոր հնարավոր դասասենյակներում, դահլիճներում, սենյակներում, այո, անցնելու են մեր միջոցառումները, դա դասախոսություններ, ստեղծագործական հանդիպումներ եւ իհարկե վարպետաց դասեր, որոնց քանակը այո արդեն այսօր 100-ից անցել է եւ մենք ստիպված ենք եղել փակել արդեն հերթագրումը, այդ վարպետաց դասերի, որպես ֆիզիկապես արդեն անհնար է դա կազմակերպել։ Եվ շատ մեծ ուրախությամբ կարող եմ
եւ մեծ ողջավորությամբ նշել, որ այս տարի մեզ միացավ նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդվարդ Թոփչյանի գլխավորությամբ եւ առիթից օգտվելով իմ խորին շնորհակալությունը Էդվարդ Թոփչյանին, որ իր համագործակցության, ընկերության, բարեկամության ձեռքը մեկնեց մեր փառատոնին եւ մեծ սիրով համաձայնվեց փառատոնի բացման համերգը անել միասին Արամ Խաչատրյան համերգասրահում, հա, հոկտեմբերի 27-ին առիթից օգտվելով սիրով հրավիրում եմ մեր հանդիսատեսին, հա, մեր բացման համերգին, որը տեղի կունենա Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, եւ միանգամից ասեմ, որ 28-ին, 29-ի համերգները տեղի կունենան Արնո Բաբաջանյան արդեն համերգասրահում Կավե արտ անսամբլի մասնակցությամբ։ Այս հիանալի համերգաշարը, որը կարելի ասել ոչ թե դուք ճիշտ նշեցիք, ոչ թե միայն հետաքրքիր պետք է լինի ֆլեյտասեր հասարակությանը, այլ ընդհանրապես երաժշտասեր հասարակությանը, որովհետև Հայաստան են գալու իրապես համաշխարհային աստղեր, հա, Փարիզի ազգային ֆիլհարմոնիկի, հա, մենակատարը, Քասել քաղաքի, Գերմանիայի Քասել քաղաքի պետական սիմֆոնիկ նվագախմբի մենակատարը, որը ամենահանրաճանաչ, ամենահանրահայտ աշխարհի կարելի ասել 4-5 մրցույթներից 3-ում հաղթող է ինքը ճանաչվել եւ այսօր աշխարհի լավագույն ֆլեյտահարների ցուցակում է։ Մենք ունենալու ենք սոլիստներ Մարինյան թատրոնից, հա, մենք ունենալու ենք սոլիստներ Ալմաթիի սիմֆոնիկ նվագախմբից, հա, որոնք իրենց կրթությունը անցել են Փարիզի ազգային կոնսերվատորիայում։ Մի խոսքով մենք ունենալու ենք երաժիշտներ Մոսկվայից, հա, Սանտ Պետերբուրգից, Ղազախստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Շվեյցարիայից, հա, այնքան շատ են, թվով 13 երկրներից սպասում ենք մենք հյուրեր, արտիստներ, դասախոսներ եւ ուսանողներ, հա, թվով 13 երկրների 21 քաղաքներից սպասում ենք հյուրեր։ Արդեն թիվը 50-ից անցել է հյուրերի, որ հատուկ պետք է գան Երևան, հա, հատուկ մեր փառատոնին մասնակցելու համար եւ վայելելու Երևանյան այս ջերմ աշունը։ Մենք իհարկե վերջաբանում, որը կլինի մի քանի րոպեից, կրկին կհիշեցնենք համերգային երեկոների հստակ տեղն ու ժամերը, բայց շատ կարևոր մի հարց կխնդրեմ կարճ անդրադարձ, երբ ասում ենք վարպետաց դաս համաշխարհային մեծությունների մասնակցությամբ, այստեղ շատ կարևոր մի բան կա, երբ ասում ենք նաև համաշխարհային մեծություն, հասկանում ենք մարդ, ով օրվա մեջ 24 ժամ կիպ կանգնած է իր մասնագիտության կողքին եւ ապրում է պարզապես այս դեպքում օրինակ ֆլեյտա երաժշտական գործիքով։ Վարպետաց դասի հիմքում այսօր մենք ինչն ենք փորձում կենտրոնացնել։ Արդյոք մասնագիտության նկատմամբ ավելի մեծ հարգանքը կամ նվագելու տեխնիկաների նոր մոտեցումներ ինչն եք կարևորել վարպետաց դասի շրջանակներում մեծությունների եւ արդեն մեր մասնակիցների մասնակցությամբ։ Ուրեմն ես կասեմ այսպես, ամեն մասնագետ իհարկե իր մոտեցումները ունի անպայման։ Մարդիկ կան ավելի երաժշտական ուղղվածության վրա են անդրադառնում, մարդիկ կա տեխնիկապես եւ դա արդեն նաեւ գալիս է թե ում հետ են իրենք վարպետաց դասեր անցկացնում, հա, ինչ մակարդակի ուսանողի հետ են դա ուսանող է, թե աշակերտ է, դա ինչ բարձր մակարդակի ուսանող է, թե միջին մակարդակի, դա շատ կարևոր է եւ իրանք հենց տեղում կարողանում են այդ ամեն ինչը կոորդինացնել, բայց փառատոնը ավելի մեծ երևակայի մեծ իր մեջ ներ են ձեռում ավելի մեծ գաղափարներ կրթական, քանի որ միայն վարպետաց դասերը չի, մարդիկ տեսնելով, շփվելով իրար հետ
մերվելով, հա, տեսնելով մեծ արտիստների, տեսնելով տարբեր երկրներից եկած ուսանողների, մեկը մյուսին ականջալուր լինելով, հա, այդ ամեն ինչը դա շատ օգտակար է դառնում, որպեսզի ամեն մեկի մեջ ինչ որ մի կայծ, նոր կայծ, ի վերջո արտիստ ձևավորման այո, այդ ճանապարհին, հա, մեկը նոր կարող է ոգևորվել, մյուսը արդեն, քանի որ այդ ճանապարհը արդեն անցած ուսանող է, ավելի լուրջ բաների վրա ուշադրություն դարձնել եւ արդեն ունկնդրել, վերցնել այն իրոք այն մանրակրկիտ, այն փոքր դետալները, որը պետք է արդեն մեծ վարպետները փոխանցեն։ Շնորհակալ ենք անչափ, եւս մեկ անգամ հիշեցնենք սիրելի հեռուստադիտողներ, հոկտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ 28-ին եւ 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում դուք կարող եք վայելել ֆլեյտայի սիրահարները եւ առհասարակ երաժշտության նկատմամբ սեր տածող մարդիկ այս օրերը ամրագրեք ձեզ մոտ։ Շնորհակալ ենք անչափ եւ հուսանք շատ շուտով կամփոփենք փառատոնի արդյունքները։ Սիրով։ Այս պահին երաժշտական ռիթմեր մեր եթերում համեցեք։